Հնչում է զուռնան ու ջահելները պարում են բարը քավորի պատվին։ Զոռնեն փչում է կողի եղանակ, առաջ են բերում զարդարված ցուլին եւ ուրախության պահին հպատակ հորեղբայր մերուժը ցուլին աշտահա գետնին է փռում։ Ջավախքում սկսվել է հարսանիքների ժամանակաշրջանը։ Սա այն ժամանակահատվածն է, երբ կառուցվում են նոր ընտանիքներ, նոր կյանք ու նոր օջախ։ Նախկինից տարբերվելու ազատ լուսավոր տամեշկեն են նեղ։ Ազատ տեղ պարենգը մարդիկ ուրախանան ամեն բանով առաջվա վրա առավել էլի։ Առաջ ուրուշ էր մութ տեղ գնացել, կդամ իրար ժողովրդի այստեղ ազատ նստին, ազատ իրար հետ չփինգը։ Տամ մեջ կդամ նեղվածք է, այդ ձևն ու շարժը չկա։ Այսինքն կան դե ձևափոխվել է, այսինքն առաջ տուն ես տալեր, բանն էլ մաղար հիմի է կան, պրոստը մենք այդ ինչ կա չէ փոխվել։ Նույնը կա, որոշ շապեր բաներ կան, որ ձևափոխվել են։ Առաջներում դժվար էր կազմակերպել այն, սակայն այս ամենի ֆոնին այն շատ գեղեցիկ էր ու բնական։ Իսկ այժմ կրում է ձևական բնույթ։ Ինչպես նշում են բնակիչները, շոու, որից հարսանիքի հոտ չի գալիս։ Ես իմ հարսանիքներ չեմ համարում։ Սրանք նման ավելի շատ շոուի ու մեկ է ինչ ասած էսքեզի բանկետի, բալի նման։ Իսկ ինչ հարսանիք չկա։ Ոչ հարսին բերեցին հարսի հոտ կուքա, ոչ հարսանիքին հարսանիքի հոտ կուքա։ Հարսանիքին ժամանակներն էր երբ որ նախքան հարսանիքը ուրբաթ 4-րդ օրը Məsəlçün qumurtayın qalmir lentə qabeyin, davur zurnov, sեղները գդուս ցեգեին, դիք կպերցնեին, նախքան məsəlçün մուրտիլը խաշիկ ասկսեն իստիգենը, սաղ մելով, բարեգմներով հավաքվեին, խաշիրիկ իստիգեին որ երկրորդ օրը խաշտի տային, ցուլիկը գմուրտային, այդ օջախեն գուքար հարսանիքի հոտ, էդի, հարսանիքի նորը, Volgan Դիք արդեն պատվավոր բաներ, որ գինվերա խալին գլեսնեին, կուկլանգը սարքեին, կուկլանգը դանեին, ահա։ Հետի մնացած մաշինաները։ Մաղալը կեշթային ընդեղ եւ դուր բեռնելը համունի, քավորին փարատալը համունի, կոշիկ պայելը համունի, մաղրին առաջը կադրելը համունի, ընդեղ կսեին պարեցեին, ընդեղ կսեին փեսին կսեին արի գիլաշ բեռնինք, գեղիր կային կսեին վեդրա մարուն տանք Կեցիմ հետաքրքիր բանան պատմեմ, մեկ եղեմ կուքան, մաղրին առաջը բեռնել են, ես ու քավոր գինի չանք, քավոր կանանունը չեմ տա, քավորին անունը չեմ տա, այդ գեղին ժողովրդություն մի քավորին առաջը կադրինք դի։ Քավոր գին դողուր ջան, քավորին առաջնոր կադրիս, ես ինչ ենիմ, չեմ է քավորին առաջը կադրինք դի։ Համ կար, հետաքրքրություն կար, ուրախություն կար, դեպ կուքայինգը, չալղինգը չալեր շաբաշը։ Այդ շաբաշին համար հարցնոցի մեջ մի մեզիմ կյարիվ կերնիշ։ Էնի կսերիմ զակասեր։ Երկրորդ օրը խանամիկը տուն բերեին, խաշիկը խաշեին, երրորդ օրը նորեների խանամիկը տուն բերը, չէ, ներողություն, երկրորդ օրը խանամի տուն չէին բեր առաջի եւ երկրորդ օրվա հարսնեվորները կեշտային, երրորդ օրը խանամիկը տուն բերեին, մի հարսնետուն հիմնականը բաղնոցի վերեցիների մի հարսնիկ սոները։ Ես այդպես կարնեիկը հարսնուց հոտ, մարդիկ պակ կլավային, հարևներով թոպ կերլեին, ջուր կերեին, ամնիքը կլավային, ամնիքը կջարդեին, իրա վերագը դանեին, թամրթեին, ուրախություն, խանդություն, հիմի շոու։ Կեշտան իրենց հակուսները ցույց տալու, իրենց բրճոսկաները ցույց տալու, մեր ռեկլամը տեժանու ելեն կեշտան։ Ծախսերը բանականաբար իդիկ իրեն ծերնդու է, ստաբորետ կան իդիկ կամ 80 կամ 90 իդիկ կախվածի տանը տիրոչեն իշկան, քան էլ առնու ծեղանգը ծեղի, մինիմում 100 լարի, երկոքով կեստան, երկու ամրը մարդկա, 300 կուտա մարդկա, 400 կուտա, կեսեր մեկին պագեգը, բայց առաջ որ վերցնեիր օրնա, այդ խոզը, այդ ցուլիգը, այդ բանը, Նիկ ավելի շատ եկամ էդևե հարսնոցներու ժամանակ այ մորացած էր սաչու կար քավորը գելեր ճավարգը վիև հարսին հորքուրը ինչ մե մատնիմ հարսին սարոշկան փեսին մայքատրուսիկ փեսին 20 մանեթե փարամ
ահա հարսին մերը մատնիմ հարսին մատնիմ փեսին կաստում շալվար սապաչկի դուբլոնքա ֆալան փասմը կրան հարմանեթե փարա դիկելե մեր գուժա մեջ ավային գդիկ մարդիկ ուշի ուշո ուշադիր գիմանային վերն ինչ դավին ում գդակը ինչ կուտասին այո տարեգան անանի ջան սիրո տիրանու Հնից մնացած հիշողությունները քաղցրեն, սակայն նորն էլ իր առավելություններն ունի, չէ որ նորը միշտ կառուցվում է հնի վրա։ Տին ժամանակներում, որ ինձ շատ դուր է եկել, փեսան կուժն է ջարդել ձեռքով եւ դրանով իսկ հավաստիացրել, որ ինքը պատրաստ է ընտանիք կազմելու, իսկ հարսը կարողացել է նուրը վերևից գցել եւ ինչքան նուրը պայթել է եւ ինչքան շատ հատիկները գետինը թափվել են, այդքան պտղաբեր եւ գեղեցիկ ընտանիք պետք է ստեղծեր այդ հարսիկը։ Եվ այդպես շատ ավանդույթներ կան, որոնք կեսը պաշտպանվել են, կեսը ժամանակի հետ ավելի փոխվել են, բայց եւ ասեմ, որ մենք երբեք եւ երբևիցե չենք հեռացել այն ավանդական սկզբունքներից, որը գեղեցիկ են, որը համահունչ են մեր հայկական ավանդույթներին եւ գեղեցկացնում են իրոք ընտանիք կազմելու այդ ավանդական հրաշք հասկացողությունը, որը կոչվում է շախով շուխով հարսանիք։ Երբ ինչ-որ բակից նվագի ձայն էր լսվում, նշանակում էր, որ այս փողոցում հարսանիք կա։ Բոլորը դուրս էին գալիս, ծափերով դիտում ամեն մի արարողություն։ Հիմա էլ նույնն է, բայց նոր ոճով։ Այնուամենայնիվ, հարսանիք այն գեղեցիկ արարողակարգն է, որը համարվում է մի նոր գեղեցիկ ընտանիքի սկիզբ։